Кто этот пострадавший? Ледуасальни. Հլնի։ Հլնի։ I don't give a shit. Are you gonna go to court over me? Stop where you are. Միքոյան 64-ի բնակիչները շատ շնորհքով են փակել փողոցը։ Դուք չեք նկատում այդ գնաճը։ Ես առանձնապես անկեղծորեն չեմ նկատում։ Ճեղքված չկա, գնաճ չկա։ Բարև ձեզ եթերում ARM Comedy-ն է, հենց որ արագ տեղավորում ենք ուտելիքը տաք թեյը եւ մենք սկսում ենք հաղորդումը։ Միաժամանակ կոչ ենք անում միանալ մեր YouTube-յան ալիքին, որպեսզի հասնենք 150,000 բաժանորդի, որտեղ դե ամենտեղ 100 դարձում են 150, բոմ։ Այո, այդ ընթացքում GTB ստիլի արմատուրաները արդեն դարձել են առասպելական ոչ միայն Հայաստանում, այլ հարևան երկրներում արդեն հետաքրքրում են, что за արմատուրեբիշ։ Ահա թե ինչ ալնում, երբ գերմանական տեխնոլոգիաները հանդիպում են հայկական արարատյան ջանասիրությանը։ Մեզ հաճախ թվում է, որ մեքենան մի բան է անում, Մեքենան A կետից B կետի տեղափոխելու հետ։ բայց իրականում A-ից B ճամփորդությունը կարող է լինել նաև հարմար եւ հմայիչ, որովհետեւ մեզ հետ է Dragon Motors China-ն, էլեկտրոմոբիլների պաշտոնական ներկայացուցիչը։ Համեցեք մեգամոլ, տեղում սրահում ընտրեք ձեր նախընտրած ավտոմեքենան կամ պատվեր կատարեք մեկ այլը։ Նույնիսկ կարող եք վերցնել միկրո քշել, դա կոչվում է test drive, որպեսզի զգաք մեքենայի հոգին։ Դե ուրեմն մանրամասները գտնում եք dragonmotors.am կայքում, իսկ ARM Comedy promo կոդ ասելուց անվճար ստանում եք լիցքավորիչ։ Եվ այսպես Հովիկ Աղազյանի գործը մանր քայլերով, ոչ այնքան մանր ինչքան եղջերավորներն էին, գնում է առաջ դեպի ինչ-որ անհասկանալի տեղ։ YouTube-ում հայտնվել է մոտ կես տարվա առաջվա R30-ը, որտեղ R30-ում են Հովիկը եւ Աշոտիկը։ Հիշեցնեմ, որ Աղազյանի գործը նրա մասին է, որ ոմն Սլավիկ Աշոտիկի միջոցով Հովիկին մեծ կաշառք առաջարկել մանր եղջերավորների գործով։ Ու չշփոթել Աշոտիկին Աշոտի հետ, որտեղ Աշոտել կա։ Դրանք կհասնենք։ Այս Աշոտիկն է։ Հիմա ներկա պայն ճանաչում եք, դուք ձեր դետալերը սովին ճանաչում եք։ Առերսումը սկսեց ու մի անգամից պարզվեց, որ Հովիկը Աշոտիկին չի տեսել։ Հաստատ չի տեսել։ Если чипус, Թեսեվանին չազգան ժողովի։ Кто этот пострадавший? Откуда он взялся? Я его первый раз в жизни вижу. Բայց Աշոտիկը վստահավոր հանդիպել է չերես Սլավիկ Աղազարյանին։ Կարող է այսեն էֆեկտն է, որ մեկին հերոստացույցով այնքան ես տեսնում, այնքան է Աղազարյանին տեսել, որ վստահավոր ծանոթ են, մի խոսքով ուզում է, որ Ռևազի ոչխարներին տեղափոխեն Էմիրություն Աղազարյանի օգնությամբ։ Okay, եթե այս Աշոտիկին չի տեսել, բա ում է տեսել։ Ում եք։ Աշոտիկ։ Աշոտի։ Աշոտողը ինչ էր աշոտ։ Լիչանա։ Դե աշոտ։ Այսքան այլ աշոտ է եղել։ Չէ, որ ասում եք աշոտի հետ Աշոտ է։ ինչպես։ Աշոտ է։ Աշոտ է, նա բայց ընթիք չէ։ Նախ եկեք ամբողջությամբ ասենք անունները։ Սա Աշոտիկն է, Կամավոսյան։ Մինչդեռ Աղազյանը հանդիպել է Աշոտի հետ։ Բայց Աշոտիկը հստակ հիշում է, որ ինքն է եղել այդ հանդիպմանը, հենց Աշոտիկը, սիրուն ախպեր Աշոտիկը։ Կամավոսյան Աշոտիկը։ Ես եմ եղել։ Դուք եք եղել, որտե՞ղ։ Այգում, ում հետ։ Սլավակի Բեսլավ ախոսացի։ Ում եք ախոսացել։ Ողնավազարը։ Երեքով կանգնած խոսացել եք պարոն Աղազարյանի հետ։ Это же не мой Աշոտիկ։ Քննիչը առերեսման ժամանակ ինչ որ պահի զգալ, որ հեսա մի բան թարսա գնալու, հեսա մի բան կլնի։ Այ որ պահից դա զգաց։ Ինչ եք ուզում ավելացնել։ Բոլորը միշտ բանավորն առանձնատուն վիրավորելու, բայց կոմիտատացիան։ Կարելի է առանց վիրավորելու մի փոքր մորմշան եմ։ Ձեզ միշտ կարելի է պարոն Աղազարյան։ Որպեսզի առանց վիրավորելուն որն, այսինքն նենց կոպտի, որ Աշոտիկին էլ ցած մի այլ կարքի դզի, հա։ Մի խոսքով իրիկուն էր, հրակարմիր մի իրիկուն, տեսուչը խնդրեց քրֆել օրենքի շրջանակում։ Ու արդյունքում Ես նայ աշխելի սապել։ Ես ոսնում եմ։ Ես սեվանում։
Կամ բուսաբանական այդ բաներն, ստիրաների այգում, ես քո հետ, ես չեմ ակումբ կապակ մի փողոցում, որի դու տեսած ես, որ հայը հետս իմ դերն ունի, ես քո հետ, բառը փոխանակին, ալամ աշխատը գերեզմանը։ Ես միանգամից հավատում եմ։ Միանգամից 7 հարգանի էլ չէր։ Աշոտի Կավավոսյանը բացատրեց թե ինչից կարող է լինել շփոթմունք։ Ասել եմ, դա ինչ բանալու են համեմատ դες չեմ հիշում։ Ասել, ու ինչ կբացատրեմ, դու ասել փոփոխություն ա դրա տեխնիկները։ Որն եմ փոխել։ Իվան ես։ Դա շուտ դու ես ուղի կտարիքում մարդը։ Աշատ էապես ավելի տարիքով համությունն է։ Բարոն Աղազարյան, Աշոտիկը էականորեն ավելի տարիքով մարդ էր անցած տարի, որովհետև նա տարապում է Բենջամին Բաթոնի սինդրոմով։ Մյուս տարի որ հանդիպեն, մոտավորապես այս տեսքն ա ունենալու։ Շատ նենք բան է այդ սինդրոմը։ Եկեք խմենք բոլոր լավ մարդկանց առողջության համար։ Վեդիալկոյի դուդուկից։ Ու եթե ինչ որ մեկը երբևէ հիվանդանում է, ապա միայն Բենջամին Բաթոնի սինդրոմով ինչպես Աշոտիկն է։ Մրսելու պես բան է։ Վեդիալկո, Աստված շատ չամարի։ Էլ ինչ է կատարվում երկրում։ 3-ից 15,000 դրամ տուգանք հասարակական տրանսպորտի համար չվճարելու կամ վճարման կարգը խախտելու համար նախագծերի փաթեթն ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում քննարկվեց։ Տեսնում եք, 150 դրամը այդ ֆոնին այդքան մեծ թիվ չի թվում։ Ու որ շատ ձանձրալի չլինի, տուգանքները եւս շատ բազմազան կլինեն։ Չվճարելու կամ տոմս ունենալու, բայց չվավերացնելու դեպքում տուգանքը 10,000 դրամ է, եթե արտոնություն ունեցող անձի փոխարեն երթևեկի այլանց տուգանվելու է 15,000 դրամով։ Մնում էր միայն քաղաքացու համար գնդակահարություն ավելացնեք։ Ընդդիմադիր падգամավոր Գառնիկ Դալենյանի գնահատականն է նախագծին։ Ախպերս, մերն է մոկլեցիբե, ախր սեզ Միկի Մաուս ավարի, որ ուրճացնում եք, հակառակ էֆեկտն է տալիս։ Ոնց եք համատում տուգանքը գնդակահավաքինրության հետ։ Դե սիրելի Գառնիկը նաև Գրնոս։ գրնոսնում է, որ չվճարելը դա բողոքի ձև է, փաստորեն քաղաքացուն զրկում են բողոքի իրավունքից։ Մարդը իրավունք չունի, օրինակ իր բողոքի ձայնը արտահայտի։ Այսինքն այն ժամանակ կարող էր իր բողոքի ձայնը բարձրացնել, հիմա փաստորեն չի կարող, դառնում է տուգանքի մատերիալ։ Իսկ դեռ շատ են բոյկոտողները։ Արա, այն մեկը կար, ամենահետևողական բոյկոտողը ուր է։ Բարև ձեզ Լոս Անջելեսում ապրող սիրելի հայրենակիցներ։ Ապրիլին գալիս եմ ձեզ մոտ։ Տրանսպորտային բոյկոտի վերջին հույսը գնում է Լոս Անջելես։ Դեսյո, դե հաճելի յուրախաղեր կհանդիպենք մյուս ընդդիմադիր ակցիային, չէ, դաժե ընդդիմադիր չէ, մյուս տրանսպորտային ընդդիմադիր ակցիային։ Մանր միջին, հա։ Իսկ այդ ընթացքում Փաշինյանն էլ իր հերթին հյուրախաղերով գնաց Սյունիք ու նորից միացրեց մարզային ակցենտ մոդը։ Էլի սուբվենցիոնը դարավ սուբվենցիոն։ Չէ։ Խիպտ է դեմնեք երկաթգծի, երկաթգիծը ըլնելը հլը դու ասա ըլնի։ Դու ասա ըլնի։ Հլնի։ 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 Ասեցինք։ Էլ ինչ անենք, կամանդիր։ Ասենք ենթադրենք, այս սարերի վրա բաներ սարքենք։ Ջրամբարներ սարքենք պուճուր։ Մեծ չէ, ինչքան կտեղավորվի։ Հարևային էներգիայով ստեղ բաները դնենք ձեր մոտ, պանելները։ Նասոսներով ջուրը բարձանա վերև, այս դոշերում կտրենք կամած, բաներ, տերասային այգիներ սարքենք։ Դա շատ խելագար միտք է, թե կարա լինի։ Իհարկե կարա լինի։ Հելնող բանա գիտես։ Ոնց կարա վարչապետը ոտի վրա ռանդոմ գյուղատնտեսական գյուտանի ու դա խելագար միտք կլինի։ Ես շարունակում ենք այդ միկրոմենեջմենտը գյուղատնտեսական հարցերով վարչապետի կողմից։ Կրթվելը նորաձև է։ Անասնապահության խնդիրներ կոնկրետ մենք ունենք։ Եղբայր, ես մի բան ասեմ, ասենք իմ կարծիքով այս տարածքում անասնապահությունը էֆեկտիվ չի, որովհետև ստեղ միլիոնների բերք կարելի է ստանալ։ Так, անասուններին ֆուկ ենք անում, դրա փոխարեն բերքատու ծառեր։ Կարա հլնի։ Կարա հլնի բերքատ ու ծառը։ Լավ, իսկ գոնե մեկը մի քաղցր բառ ասեց Փաշինյանին այսքան օգնելու համար։
Մի հատ քեզ բերան չեք էլ ասում այդ քրեակատարողականների հողերն ա եղել տվել ենք ձեզ։ Շնորհակալություն ձեզ էլ պարոն Մարսպետին էլ այդ հողերը կոոպերատիվին տալու հետ կապված։ Դե զորով է դուրս քաշում այդ բաներ։ Մի հատ չեն ասի, այս հենց բան է կարեն, հենց բան է կարեն, հենց բան է կա։ Մանկապարտեզ ենք սարքում, պարոն Պապիկ, ճամփա ենք սարքում, հողը տվել ենք, էսա մնացած կներես։ Անշնորհակալ ժողովուրդա Սերժը գցել Փաշինյանի ջեբը։ Հիմա ուշադիր լսեք, ինչա պետք անել, որ ձեր հարցերը լուծվեն։ Հիմա ես ինչ եմ խնդրում, մի հատ կարճ մաքսիմում 2 էջանոց։ Խնդիր ձեր պատկերացրած կամ առաջարկած լուծում մի նախադասությամբ։ Խնդիր, եթե լուծում չունեք, ասեք լուծումը դուք մտածեք։ Խնդիր, լուծում ու ուղարկեք իմ անձամբ իմ էլեկտրոնային փոստին ուղարկեք։ Սիրելի մեղրեցներ, քանի ձեր սաղ ասածները անում է, այդ խտի մեջ գրեք նաև Ծիծեռնակաբերդի խճուղու են մասնել սարքելի։ Հեսա Netflix-ը որ գա, մի հատ սիրուն սերիալ կնկարենք ձեր խնդիրների մասին։ Անունն էլ Black Mirror։ Այնուհետ վարչապ այցելեց շվայնի ձոր այցելեց, որտեղ բացվեց էկոպարեկային ծառայության կետ։ Ոչ, էկոպարեկայինը չի նշանակում, որ բոլոր պարեկները վեգան են, ուղղակի բնությունն են հսկում։ Իսկ շվանիձորցիները ողողեցին սիրելի վարչապետին խնդիրներով։ Ջրի խմելու ջրի խնդրեմ նշվային ձոր գյուղը 5 ամիս ջուր չենք ունենում։ Շվանիձորը չի ոնց որ մի քանի գյուղ է։ Մեր գյուղը 5 ամիս ջուր չենք ունենում, խմելու ջուր չենք ունենում ընդհանրապես։ Ջրի հարցում Փաշինյանի համբերության բաժակը լցվեց շատ անսպասելի։ 2 minutes later։ Ասում եք ջուր չի լինում, օրերով ջուր չում եք այդեմ չր, ասում ես ինչ դրենա։ Արոն վարչապետ։ Ու չնայած շվայնի ձորցիները, ովքեր չգիտեմ ինչի ինձ թվում է իդեալական խոզի խորոված են սարքում, բացատրեցին, որ դա լեռան ջուր է, ասենց հիմա ձնհալ է, ջուրը գալիս է ու դրա համար դες չռում է, ամառը էլ չի լինելու դա, բայց դա չհամոզեց վարչապետին։ Ու Սիրելի Մեծարգոևիչը շվանիձորցիների համար հասկանալի լեզվով բացատրեց խնդրեմը։ Երևանում քանի հատ ջրի բաժանորդ կա, ով գիտի։ Ասենք ենթադրենք մի քանի 100,000 ջրի բաժանորդ կա։ Ասում եմ ատամ լվալիս ամեն մեկը 5 վայրկյան ջուրը առանց նպատակի թողի ջուրը չռա, այդ նշանակում է Հայաստան Շվանիձորի նման 62 բնակավար ջրից զրկվում է։ Այդ բիբար կրծող հլիմյատել վրից ատամ լվացող Երևանցիք զրկում են Շվանիձորը ջրից։ Իդեպ ես լրիվ դեմ եմ, որ ատամ լվացող ջուրը խեք բաց թողնում։ Արա հա, նույնը ֆլոսի ժամանակ չապրա ֆլոս անես ու ժամանակ նո ես առաջ տենց անում, բայց ինչ բայց դարձի եկա, բայց պլոմ բանելու տանը կրանտը բաց ես թողում։ Վերադառնանք Շվանիձոր։ Շվանիձորցիները բացատրեցին սերելի վարչապետին, որ դա ոնց որ սարի մեջից այնտեղ կուտակված ջրերից հոսում է ինքնաբերաբար գալիս, աստեղ չես կրա դրա դեմ դառնես։ Դա լվային քդ չի, որ սենց ուղակի փագես, բայց չօգնեց։ 2 ամիս հետո այդ ջուրը չի լինել։ Սենց որ գնա մի ամիս հետո չի։ Շներելու ստորիեր կրա ջրեր են դրանք։ Չէ ջան, դա ժայռ է, դա ժայռ է, ժայռի մեջից ջուրը դուրս է գալ, չես կարա ժայռի բերնին զամոկ դնես, մաքսիմում կարաս հավաքես համիտեղ։ Գուցե դա անենք ջրամբարում, հա։ Մյուս ապերը ոնց որ փորձեց Սերգեյի առաջարկը առաջ բրթել։ Կաթիլային համակարգը որ կա։ Այս բաները պարաների մեջ լցվում։ Հիմա ինչ են անում։ Ասողին լսողա պետք։ Ոնց որ ջրամբարի վրա բարիշեցին։ Մինի ջրամբար կարելի է կառուցել նախատեսված էր այն ժամանակ։ Դե եկեք ջրամբար կառուցեն։ Մինի ջրամբարներ Բայց 3 գյուղի համար։ իմ ասածը ես մեր խոսակցության հետ կապ չունի։ Ասում եմ կարամ խնդրեմ կլինի ես առնեմ կրանտը դնեմ։ Կլնի ջիգյար իհարկե այդ կրանտն էլ բերես քո պայալնիկով էլ կպցնես, տակն էլ կգրենք շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ սիրելի վարչապետ, բայց ժայռի մեջից ջուրը չի փաքսի գալը։ Մի փորձի բացատրել, հեն Շվանիձորցիները փորձեցին բացատրել, բայց Կրանտը որ դրեցինք, փակեցինք այդ ջուրը ուրա գնալ։ Հողի տակ, ձեր հողի տակ, որ ծակենք հետո հանենք։
Հիմա ձեր կարծիքով ուրա գնում, sense որ չար գնում աջուրը, որտեղ է գնում, ուղիղ դժող կա թափվում, չէ, էլի գնում է հողի տակ, ոնց որ եւ ուզում եք։ Խիացեմ sense։ Դե կարևորը որ մարդը որ բոլորին ասում է կրթվել է նորաձև, ասես խիոս ես դիմադրում, էլի մարդիկ 1000 տարի է այնտեղ ապրում են։ Всё, վերջում happy end եղավ, ինչ որ լուծում գոնե առաջարկեցին շվանիձորցիները կամ վարչապետը։ Չէ, պետքա ջրի գինը բարձրացվի։ Պետքա ջրի գինը բարձրացվի, որը լինի շուկայական, որ այդ ամեն ծախսը հնարավոր լինի անել։ Ամեն։ Փաստորեն այդքան հեշտ է հարցը լուծել։ Այդքան բան, ընդհանրապես պետք է ջրի գինը բարձրացնել ու զախարցել լուծում են։ Մնում եք մեզ հետ, որտեվ երկրորդ մասում մենք ունենք բողոքներ, փողոցի փակում, հարկերի բարձրացում եւ նախկիններից բաներ են խլել։ Եթե դուք էլ տանը հանգիստ նստած եք ինչպես իմ կապուտակոստյումյա բարեկամը, ապա վեր կացեք ու վազեք։ Հա, գիտեմ։ Դոմուսում կորդ բրենդի կենցաղային տեխնիկայի ակցիա է։ Երևի չգիտես, մի տեխնիկա է սառնում 5% զեղչա, երկուսն է սառնում 10% զեղչա, երեքն է սառնում 20% զեղչա, ինչի՞ չես վազում։ Որովհետև ես արդեն հասցրել եմ օգտվել, իսկ դուք դեռ ժամանակ ունեք մինչև մայիսի 31-ը։ Դեգի մոտներս չեպեյա, այն բնակարանի տեսարանն եք նկարում ու ամեն ինչ թարսա, մեզ բաց շագանակագույն լամինատ ա պետք։ Հեսա հենց հիմա բոլոր գործերս թողնում եմ, քշում եմ շինանյութի խանութ լամինատի հետևից։ Քեզ ինձ էլ պստլիկ մաղարիչ։ Բաղնիկի սալիկները սցենարով բեժ են, իստեղ եսին ինչ գույն ա։ Բայց մաղարիչը արդեն լավ կաթ ու մածուն կերած մաղարիչ է։ Ահա, Շատ խառնես։ ահա որ, խցանում վազվզոտ։ Դիվանի ոտքը ջարդվեց, մի տեղից գթի բեր։ Հա, ու մեկ էլ հերոստացույցը փչացավ։ Հիմա ինչ քշեմ քաղաքի մյուս ծեր կահույքի խանութ, հետո էլ տեխնիկայի մաղարիչը արդեն տիեզերքից երևում է։ Մի բան կմտածենք, դու մենակ բեր։ Հա, գալիս եմ։ Դոմուս, ամեն ինչ մեկ վայրից։ Մի կերպ հաստրեցի, չեմ լսում կախարդական բառը։ Շնորհակալություն։ Մաղարիչ, 1000 հատ խանութ եմ մտել քո խաթր։ Դոմուսի կայքը բացել եմ, մտքովդ ինչ անցնում ա պատվիրի։ Դու գիտեիր, որ Դոմուսում ամեն ինչ կա։ Հիշում եք, չէ, որ Հարգարժան Մեծարգոևիչը բոլորին սովորացրեց, որ եթե ինչ որ բանից դժգոհ ես, հել փողոց փագի։ Պարզվեց, որ չեք հավատա, բայց պարզվեց, որ նույնիսկ Փաշինյանի օրոք կան դժգոհ մարդիկ։ Ու անցած շաբաթ Պրոշյանի բնակիչներն էին փակել մայրուղին, երեկել Վեց շենքից բաղկացած Դավթաշենի նորակառույց համալիրի բնակիչներն այսօր վաղ առավոտյան 1 ժամ փակ պահեցին Եղվարդի խճուղին։ Ավելի քան 1000 բնակարան ունեցող համալիրը քաղաքապետարանից ավարտական ակտը ստանալուց հետո սնանկացել է։ Բնակիչները կասկածներ ունեն, որ դա կեղծ սնանկություն է եւ որ կառուցապատող N&S Construction-ը հովանավորներ ունի բարձր օղակներում։ Նախ միանգամից փարատենք բոլոր կասկածները N&S Construction-ը հետի Նարեկ եւ Սերգեյ չի։ Այո, պետքա փաստել, որ Միկոյան 64-ի բնակիչները շատ շնորհքով են փակել փողոցը։ Մակարդակ, էլի։ Մակարդակով փողոց փակելը ո՞րն է։ Չեկերա օր ախպերս։ I don't give a shit. Are you gonna go to court over me? Stop where you are. Come. I don't. Hey. I don't care. I don't care. Turn off your engine. I got problem of fashion comes tops on my body. Իհարկե, sense դեպքերում հետո միշտ բարձում է որ մեկը հիվանդանոց էր շտապում որտեվ բժիշկ կամ մյուսը հիվանդանոց էր շտապում որտեվ հիվանդա ու sense բաներ։ Իսկ ինչի՞ չեն այս մարդիկ գնում աշխարհի ամենաթափանցիկ, ամենաժողովրդի ծոցի մեջի են արգանդից դուրս եկած կառավարություն, որտեղ այս հարցը մի րոպեվա հարց է։ Ինչ որ մի հատ աշխատող, հասարակ աշխատող մեզ չընդունեց։
Արհամանեց ուղղակի։ Խնդիր ներկայացրել ենք բոլոր պատկան մարմիններին, ոչ մի արձագանք չունենք, 5 շաբթի օրն էլ ներկայացրել ենք կառավարություն, մոտ 200-300 բնակչով այնտեղ էինք, մեզ ոչ մեկ չընդունեց։ Մենք փորձում ենք այս ճանապարհով ուշադրություն գրավենք ու փորձում ենք մեր խնդրի լուծումը այս ձև բարձրացնել։ Հիմա ձեր անունը կասեք։ Տիգրան իմ անունը։ Տիգրան ջան, սիրելի կառավարությունը Netflix բերելու ու ատամների ժամանակ այդ գրանտը փակելու քարոշչության շատ խիտ գրաֆիկի մեջ այդ 600 ընտանիքով ոնց զբաղվի։ Կարելի է ուղղակի սպասել մի քանի ամիս ու ընտրությունների ժամանակ տեսեք ոնց են ընդունում։ Իոպե, այս քպականները բոլորը ոնց որ թարմ բնակարաններ են առնում։ Ոնց է ստացվում, որ այդ 6 շենքի մեջ ոչ մի քպական բնակարան չի առել։ Զուտ վիճակագրորեն անհնար է, որ նոր շենքեր ազդվի ու կապից մարդ չլինի այնտեղ։ Միկոյան 64-ում բնակարան ունի նաև իշխանական падգամավոր Բաբկեն Թունյանը, ասաց ինքն էլ սեփականության վկայական չունի։ Հարևանների հետ փողոց փակելուն չի միանա, բայց ընդգծեց, խնդրի մասին տեղյակ է պահել պետական բոլոր կառույցներին, կապ է ապահովել բնակիչների հետ, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ղեկավարությամբ հանձնաժողով է ստեղծվել եւ այլն։ Տիգրան հանձնաժողովը ինչ որ բան արել է, ինչ Ես չկամ այդ հանձնաժողովի մեջ, որ իմանամ ինչ են արել, բայց անում են, հա։ Ես բնակիչներից ոչ ոք չկա այդ հանձնաժողովում, ոչ մեկին չեն հրավիրել։ Չափը ոնց է կոմպլետ ինչ են անում։ Շո, ռելաքս եղեք։ Հանձնաժողով կա, հեսա մի 2 տարի հայեցակարգ, հետո ճանապարհային քարտեզ մի 2 տարի, դատը մի 3-ից 4 տարի, մինչև երեխեքը ամուսնանան, բա կակրաս թազա բնակարան։ Մի հատ հասկանանք այդ ինչ մութ պատմություն կա սենց արև կող շենքի մյուս կողմը։ Քաղաքապետարանն ինչու է շուրջ 10 անգամ հաստատել կառուցապատողի շենքն ավարտին հասցնելու պայմանագրային ժամկետը երկարացնելու դիմումը, ինչու է թույլ տվել, որ համալիրից 4000 քառակուսի մետր կառուցապատողն առանձնացնի ու վաճառի, տեղում նոր շենք կառուցելու նպատակով։ Քաղաքապետարան, ինչու է 4000 մետրը առանձին հասց է տվել առանձնացել հիմնական նախագծից։ Անցած շաբաթ կառավարության առջև հավաքված բնակիչները պնդում էին, թե իրենց հիփոթեկային վարկ տրամադրած Ամիո բանկից ասել են, եթե ուզում եք ձեր տները գրավից հանվի, սեփականության վկայական ստանաք, ապա վճարեք կառուցապատողի պարտքը։ Այսինքն մի անգամ էլ առնեն այդ առած բնակարանը։ Հա, բայց այս անգամ արդեն են լավ են նախահեղափոխական գներով, քառակուսի մետրը ընդամենը 200,000 դրամ։ Իսկ այդ սնանկացած սեփականատերը ում է վաճառել այդ կտորը։ Ապա դե սնանկ այլ շոտ սնանկ էին իրոք։ Սնանկ թե вообще սնանկ։ Դախազ սնանկ։ Հիմա ուրիշ անունով KR Զեյթուն Երևան կառուցապատողը Զեյթունի կերամամարացի տարածքում 6 մասնաշենք է սարքում։ Էլի շինարարական աշխատանքներն անում է KR։ Էլի շրջանցումներով, քույր ձեռնարկություններով, ինչ որ ձևով պատտվում է, աշխատում է, անում է։ Մեկ էլ Ֆիրդուսի փողոցում կառուցապատում է անում, նույն այդ KR-ը, հարց, այսինքն ոնց կարա լինի սնանք ճանաչվածը շատ հզոր էլ կառուցապատումներ է անում։ Կուզեր նենց սնանկ լներ, որ քաղաքի տարբեր տեղերում մի 7 շենք կառուցելուց լներ։ Էդի ամենահավես սնանկն է, բայց կարող է այդ կառուցապատողը կապ չունի Միկոյան 64-ի բնակիչների հետ։ Դե նայ, իրավաբանորեն չունի, բայց արդյոք вообще չունի։ Այն եւ S Construction-ի ամենախոշոր բաժնետերը ըստ պետական ռեգիստրի Այդա Հովանիսյանն է, նրան է պատկանում ընկերության 62.5%-ը, իսկ KR Construction-ը պատկանում է Կարեն Կարախանյանին, ով ըստ հետքի հետաքննության Այդա Հովանիսյանի ամուսնու եղբայրն է։ Ինչա այս գործը հետ կա անում, ինչի կառավարությունը չի զբաղվում։ Արա դե մի կողմից ակադեմիական քաղաքը, հետո Netflix-ն են բերում, Աչափնյակի մետրոն են արդեն հենա վերջացնում, որ մեկը հասցնեն։ Լավ, էդ էլ էս ճիշտ ասում։ Հա, բա էլ ինչ հապարզել հետ կա։ Հիշեցնենք, որ N եւ S Construction ՍՊ-ին փոխկապակցված KR Mining ՍՊ-ն Երևանի Ֆիրդուս թաղամասում մի քանի երկրորդ, չորրորդ եւ 5-րդ լոտերի սեփականատերն է, իսկ վերոնշյալ ընկերություններին փոխկապակցված եղբայրներից Կարեն Կարախանյանին պատկանող KR Construction ՍՊ-ն հանդես է գալիս որպես այս կառուցապատողների գլխավոր կապալառու։ Ժորժ ջան, ձերը Միկոյան 64 չի, ձերը Միկոյան 69-ն է։ Մենք շարունակենք հետևել այս պատմությանը, իսկ այդ ընթացքում մի հատ բարի լուր։ Ջենիֆեր Լոփեսը, նեղ կրկնում ավելի հայտնի որպես J-Lo, գալիս է Հայաստան։ Այո, ու մինչև 80 տարեկան դառնալը փաստորեն։ Հա, Ու իրա տուտուզն էլ է հետը բերում։ հա։ Երկու կիսագունդն էլ։ Let me check that. Հա, ու առանց հերոս հարկատուից 6 միլիոն ստանալու։ Հա։ Փաստորեն
Դա հնարավոր էր մեր հատուկ թղթակից Ալեն Երանոսյանը դուրս եկավ բարձելու երևանցիների տրամադրությունը։ Բարև ձեզ։ Երևի գիտեք, որ Snoop Dogg-ի հետ կապված սկանդալից հետո Հայաստանը ժամանում աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը։ Եվ եկեք տեսնենք, թե ինչ ռեակցիա կտան մեր քաղաքացիները, իմանալով, որ հայ պահպանողական կուսակցությունները դեմ են, որպեսզի Հայաստան ժամանի աշխարհի ամենահայտնի հետույքով կինը։ Շատ հայ պահպանողական կուսակցություններ, ինչպիսիք են Հայոց արմատներ եւ Մամիկոնյաց տոմ կուսակցությունը, դեմ են նրա ելույթին, ասում են, որ պետք չի, որ աշխարհի ամենահայտնի հետույք ունեցող կինը գա Հայաստան եւ ելույթ ունենա։ Ամենահայտնին Քիմ Քարդաշյանն է։ Մեծ հետույքը դա ոչ մի նշանակություն չունի, երգիչը մնում է երգչուհի։ Ջենիֆեր Լոպեսը իմ համար դա, ասենք թե մեծ ոչ դերասանուհի է, ոչ էլ երգիչ է։ Դա իմ ճաշակի երաժշտություն չի եւ իր արածը իմ դուրը չի գալիս, բայց որպես արտիստ, որթե որպես մարդ իր կյանքն է։ Իսկ եթե մարդուն հետապնդում եմ մենակյան հետույթի առումով, դա արդեն ծաղրալու խնդալու բան է, էլի։ Она самая популярная задница мира, и они не хотят, чтобы она выступала в Армении. Как думаете, нужно, чтобы она приехала? Я думала, самая популярная задница Ким Кардашьян. Իհարկե ես կրերեք արտադրությանը հետույքին չեմ նայում, այլ իր տաղանդավոր սկսած պարելուց, վերջացրած երգերից եւ ինքը կայացած է եւ որպես դերասանուհի։ Ջենիֆեր Լոպեսը ավելի որակով դերասան է ու երգիչ է։ Հա, ես այդ բան չեմ տենում։ Ուզում եմ Deep Purple-ել գա, մնացածներ կա, ինչ կան կա նորմալ երաժիշտներ թող գան Հայաստան։ Քանի որ ես մի բան եմ ուզում ասեմ, թող համերաշխություն ունի ու մարդիկ իրար սիրեն ու արգեն, այդքան բան։ Անգել ենք Ջենիֆեր Լոպես, Snoop Dogg-ի դակ, այ մարդ լավ էլի։ Սիրուն աղջիկա թող գա ինչ արել։ Դե ինչ, այս անգամ մենք հասկացանք, որ գեղեցիկ հետույքը Հայաստանում հարց է լուծում։ Ձեզ հետ էր Ալեն Երանոսյանը, հատուկ Arm Comedy-ի համար։ Շնորհակալություն Ալեն, այո, Երևանը ողջևորված սպասում է մոլորակի վաստակավոր միլֆին։ Եվ քանի խոսքը գնաց հետույքներից, սահուն անցնենք մեր հարկային բարեփոխումներին։ Ոնց որ բուն ՓՄԴ-ները ոչ մի բարի բան չեն տեսնում այդ փոխումների մեջ։ Պահանջը էլի մեկն է։ Հետ կանգնել այդ որոշումներից, այսինքն այն ընդունված երկու օրենքները, որոնք շրջանառության հարկի ռեժիմը բարդացրել են, խեղաթյուրել են ամբողջ շրջանառության հարկի գաղափարախոսությունը եւ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել, սրան ավելացվել է ընդամենը մի քանի օր առաջ երկրորդ ընթերցմամբ ընդունված հաշվապանների ու իրավաբանների հարկային բեռը, որ հուլիսի 1-ից թանկացել է, որը էլի ուղիղ ազդելու է փոքր ու միջին բիզնեսի վիճակի ազդեցության վրա, վատթարացման վրա։ Շանսավ 4 ամիս ու ոնց որ արդեն բոլորն են սկսում զգալ, որ հա ինչ որ շատ են շատացել հարկերը։ Հիշեցնեմ, որ այս 4 ամիսը կառավարության դիմաց սառում է մենակ ոսկու շուկայի աշխատողները ու մի քանի մանր բիզնեսներ, քանի դուք տենց նայում եք, տեսնեք ինչ կլինի։ Եթե բարձրանում է ՓՄԴ-ների հարկը, նշանակում է բարձրանում է նրանց ծառայությունների արժեքը, արդյունքում բարձրանում է ամեն ինչի գները, արդյունքում գնաճ։ Այստեղ շատ լավ լուր ունենք իրականում ասելու։ Ուրա ստեղ լավ լուրը։ Լավ լուրը հիմա կասի ֆինանսների փոխնախարար Արամ Պողոսյանը։ Դուք չեք նկատում, դուք որպես անհատ նաև երբ որ օգտվում եք խանութից, շուկայից, դուք չեք նկատում այդ գնաճը։ Ես առանձնապես անկեղծորեն չեմ նկատում, պետք է խոստովանեմ, որ ինքս քիչ եմ օգտվում, որովհետև ժամանակ չի լինում, հիմնականում ես չէ որ կատարում եմ գնումները, բայց ես անկեղծ չեմ նկատում։ Դե չի նկատում մարդը գնաճ, չի նկատում, տնեցիքի հետ խոսած, ով որ գնում է այդ առևտուրներ անելու։ Իսկ բյուջեի ճեղքվածք եւս չեք նկատում։ Հաշվետվությունների արդյունքում հարկային բեռը ավելացել է 60-ից 70%-ով։ Բայց ինչ ենք մենք խնդրում։ Մենք խնդրում ենք, որ կառավարությունը ունենա ազնվություն, ասի, որ իրանք ունեն ճեղքված բյուջեում եւ այո, այս եղանակով փորձում են ապահովել մուտքեր փորձում են ապահովել։ Ճեղքվածք չկա, գնաճ չկա, գնաճ։ Դե գոնե փոքրիկ ֆինանսական գրիժը կամ ուռուցք, բարորակ, շատ բարորակ։ Դե քանի հարկերը շատացել են, բյուջեն ոնց որ թե ճեղքվածք ունի, էլի ունենք մի հատ էլ լավ լուր։ Լուրջ, լավագույն, առաջին ալիքի, հանրային ալիքի, հմեկային ալիքի տրադիցիաներով։ Ազգային ժողովի ՀԿ-ական նախկին падգամավոր գործարար Արկադի Համբարձումյանի Նոյ թաղամասի այս առանձնատունը դատախազությունը պահանջում է բռնագանձել հօգուտ պետության։ Ձերժավայի Արկադի դղյակը տալիս են ձեզ սիրելի ժողովուրդ, այդ կուտը հլը անցնում է, չէ՞։
Նարեկ միշտ կոնկրետ ինչքան նա հասնելու անձամբ ինձ։ Ну կոնկրետ քեզ 3 մատից կոմբինացիա սիրկե, որտեվ ճեղքվածք կա, ինքը սև խորոջ կա։ Արա դե մի քիչ շատ բռնագանձելուց։ Մեկ ջան, մի քիչ խնդրում եմ այդ հեղափոխական էնդորֆինների կրանթը ավելի նապորով բացեք։ Բացի այս առանձնատնից դատախազությունը գործարարից պահանջում է 7 անշարժ գույք Երևանում 5 տրանսպորտային միջոց։ 8 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց շարքում են ընդգրկված Slav Group ընկերության մասնակցությունը, Ձերժավա ընկերությունում մասնակցությունը, ինչպես նաև Bentley Երևան ընկերությունում մասնակցությունը։ Արա դե ինչ եք ուզում, կարողանում էլի հմեկը, կարողանում է։ Ու որպես բոնուս ինչ հաճելի արտաքինով դատախազ է բռնագանձում։ Էլ ինչ եք ուզում Նիկոլից, կրակ։ Դատախազության պահանջում ներառված է նաև Մատենադարանի հարևանությամբ գտնվող ԵՊՀ նախկին հյուրատունը։ 5 հարկանի այս շենքը տարիներ առաջ վաճառվել էր Համբարձումյաններին պատկանող SR Hotel ընկերությանը։ Դատախազությունը գործարարից պահանջում է նաև հօգուտ պետության բռնագանձել շուրջ 5.5 միլիարդ դրամ, որում ներառված է նաև նախկին падգամավոր Արայի Գրիգորյանին պատկանող Ավշարի գինու գործարանին տրված շուրջ 140 միլիոն դրամի փոխառության պահանջի իրավունքը, ինչպես նաև Ձերժավա ընկերությանը տրամադրված շուրջ 359 միլիոն դրամի տրված փոխառության պահանջի իրավունքը, Slav Group ընկերությանը տրված շուրջ 44 միլիոն դրամի պահանջի իրավունքը։ Okay, всё, հերիքա, մեր ու հատ սնիկերս թողեք այդ մարդուն։ Ճաշա, կարևորը ժողովուրդը էյֆորիայի մեջ է նորից։ Ну միջև նոր տուգանք կամ հարկ չմոգոնեն։ 3-ից 15,000 դրամ տուգանք հասարակական տրանսպորտի համար չվճարելու կամ վճարման կարգը խախտելու համար նախագծերի փաթեթն ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում քննարկվեց։ Սենց եղավ բռնագանձումների դոզան թողնում շտապ, ինչ որ բանն էլ վերադարձրեք ժողովրդին։ Էլով կա նախկիններից։ Դատախազության թիրախում է նաև ՀԿ-ական նախկին падգամավոր Արայի Գրիգորյանի ունեցվածքը։ Հարայիկ Թեմուրի Գրիգորյանից եւ իրեն փոխկապակցված անձանցից պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևան քաղաքում 5 անշարժ գույք, որոնցից 2-ը հին Երևանցու փողոցում, 1-ը Չարենցի փողոցում, 2-ը Լենինգրադյան փողոցում, 6 գույք Ավշար գյուղում, 2 գույք Ծաղկաձորում, 1 գույք Սուրենավանում եւ 1 գույք Արարատում։ Okay, սպեկը նույնիսկ չգիտեմ, բայց դատելով արտաքինից կարայել է նախքին ելնի հանգիստ։ Ու աշխատեք մեկ էլ միջև վաղը նոր հարկեր չփոփոխել, չմտցնել, թողեք ժողովուրդը մի երկրորդ թփտա։ Մնացեք մեզ հետ։ Ուզում ես սպահել քո բոլոր կրիպտո ակտիվները մեկ դրամապանակում, ուրեմն Sky Wallet։ Sky Wallet-ը թույլ է տալիս Sky տերմինալների միջոցով առնել եւ վաճառել կրիպտո, փոխանակել, ուղարկել, ստանալ, մի խոսքով բոլոր գործողությունները անել։ Plus app-ում կան գործարքների պատմությունը, կրիպտո արժույթների live rate-երը, միջնորդավճարների բոլոր հնարավորությունները եւ ելի լիքը թույն բաներ։ Sky Wallet ներբեռնեք iOS եւ Android համակարգերի համար։ Այս կաններ այսօր արմ կոմեդին։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Պատերի տակ շարում են գնդակահարում են, պատերի տակ շարում են գնդակահարում են, պատերի տակ շարում են գնդակահարում են, ասում են խվայ, էս ինչ լավ էր, սիրտս հովացա։ Շատ անասուն եղանակ է, արդեն քանի Հա, նարեք, շատ վատ եղանակ է, ես շատ ոնց էր եղանակը շատ վատն է։ Առաջարկում եմ Գագիկ Սուրենյանին, այդ Լույսի պատառին 24 ժամ տանք եղանակը շտկելու համար։ Սուրենյան, դու ունես 24 ժամ։ Միացեք Arn Comedy Patreon-ին եւ ձեր փողոցի վրայի տները կտրուկ կթանկանան։